Ընդհանրապես քանի զարգանում է աշխարհը, այնքան թանկանում է պատերազմը, հա, թանկանում է երկրի անվտանգությունը։ Երկրի անվտանգությունը շատ թանկ հաճույք է ու հաշվի առնելով օբյեկտիվ իրավիճակը, որ Հայաստանը միշտ ստիպված է եղել ու ստիպված լինելու է առաջիկայում հոգ տանել իր անվտանգության համար, պիտի մենք շատ լավ գիտակցենք, որ դա շատ թանկ հաճույք է, շատ գումար պիտի վճարենք դրա դիմաց։ Մինչև հիմա իշխանությունը եւ իշխանությունը մատների արանքով է նայել անվտանգության ֆինանսավորման հարցին, անընդհատ խոսվել է Հայաստանի անվտանգության մասին, անվտանգությունը մեծացնելու, խորացնելու մասին, բայց գործնականում լուրջ քայլեր այդ ուղղությամբ չեն արվել։ Դա հենց բերել է նրան, որ մեր բանակը տեխնիկական զինվածության իմաստով զիջում է իր հակառակորդին, էապես զիջում է եւ դա ուղղակի սպառնալիք է երկրի անվտանգության համար։ Հիմա պետքա գոնե այսքանից հետո իշխանությունը հասկանա, որ այսպես չի լինի ու կա խնդիրը լուծելու երկու խնդիր լուծելու, հա, նախ եղած միջոցները, եղած ռեսուրսները արդյունավետ կառավարել եւ այնպես անել, որ ռեսուրսները մեծանան, այսինքն տնտեսությունը զարգանա, որպեսզի կարողանա ֆինանսավորել կամ լրացուցիչ ֆինանսներ ուղղել երկրի անվտանգությանը։ Եվ որոնք են օրինակ այդ ֆինանսավորումները, հիմա արդեն վերլուծություններ եղան բազմաթիվ, հենց քո կողմից էլ, որ եթե մի քանի, շատ չեմ ասում, մի քանի օբյեկտ քիչ կառուցվեր, մենք ավելի շատ զինտեխնիկա կունենայինք ու հավասար կլինեինք Ադրբեջանի հետ։ Եթե մենք նայենք մեր պետական բյուջեի կառուցվածքը ուղղակի սարսափելի է։ Մենք ունենք ահռելի բյուրոկրատական ապարատ, այսինքն բյուջեի ուսերին նստած մի ահռելի բանակ, որը ուղղակի փող է ստանում, հա, մտեք ցանկացած գերատեսչություն, պետական համայնքային կառույցներ եւ այլն, կտեսնեք այնտեղ շատ մեծ թվով պարապ մարդիկ։ Այդ պարապ մարդիկ աշխատավարձ է ստանում պետական բյուջեից, հա, այսինքն պետական բյուջեն այդ իմաստով ծախսում է խիստ անարդյունավետ։ Հետո նայեք գերատեսչությունների ավտոմեքենաներին, հա, մենք տարեկան հսկայական միջոցներ ծախսում ենք այդ նման մեքենաներ ձեռք բերելու եւ սպասարկելու համար, հա, չինովնիկներին 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի մի օրինակ կար, որ նաեւ բարձրաձայնվեց ազգային ժողովում, որ Դանիայի պես հզոր, հա, հարուստ երկիր ընդամենը 24 ծառայողական մեքենա ունի, Հայաստանում այդ ծառայողական մեքենաների թիվը 1100 է։ Դա սարսափելի վիճակ է ստեղծում։ Մյուս հատվածը արդեն բյուջեի կատարած կապիտալ ծախսերն են, հա, կա երկու ցայտուն օրինակ, մեկը Դիլիջանի կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնը եւ նույն Դիլիջանում գտնվող պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը, որոնց վրա ընդհանուր առմամբ ծախսվել է $220 միլիոն։ Շատ բարձր հաշվարկները ցույց են տալիս ու ուսումնասիրելով աշխարհում նոր զինատեսակների գները կարելի է պնդել, որ $220 միլիոն դա էապես կփոխեր վիճակը մեր բանակում։ Ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանը երկար բանակցություններից, այսպես քրտնաջան աշխատանքից հետո ընդամենը $200 միլիոն վարկ է ստացել Ռուսաստանից, որպեսզի վերազինի բանակը։ Այդ վարկի կարիք ուղղակի չկար, հա, կարելի էր գումարները արդյունավետ ծախսել եւ ունենալ այդ 200, կամ եթե 220 միլիոնը այդ ուսումնական կենտրոնների վրա ծախսած դրվեր տեխնիկայի ձեռքբերման վրա եւ լրացուցիչ եւս 200 միլիոն վարկը վերցվելու է, նորից զինտեխնիկա գնվեր, կստացվեր, որ մենք կունենանք, եթե ասենք ոչ առավելություն տեխնիկական իմաստով Ադրբեջանի նկատմամբ, այլ գոնե հավասարություն։ Ես խիստ կասկածում եմ, որ եթե Ադրբեջանը իմանար, որ մենք տեխնիկապես հավասար ենք, հա,
կփորձեր քիթը մտցնել Ղարաբաղ, այսինքն կարելի է տեսականորեն իհարկե տեսական պնդում է, բայց կարելի է հիմնավորել այդ պնդումը, որ եթե հակառակորդը գիտի, որ դու իրեն գերազանցում ես եւ ոգով եւ տեխնիկայով, ուրեմն 1000 անգամ կմտածեր սկսեր այդ գործողությունը թե չէ, հա, բայց Ադրբեջանը գնաց դրան, որովհետեւ ինքը վստահ է, որ ինքը ավելի ուժեղ է, իհարկե քիթը տրորվեց, բայց ասենք մենք զոհեր տվեցինք, կարող ենք դրանից խուսափել ընդհանրապես բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելու իմաստով։ Այսինքն մենք կարող ենք փաստել, որ 25 տարի բյուջեն անարդյունավետ է աշխատել դեպի բանակային, հա, պաշտպանություն։ Միանշանակ։ Մենք ունենք, գիտեք ինչպես, նախ անարդյունավետ են ծախսել, թե ինչքան է ճանապարհին կորել, նույնիսկ բանակին ուղղող միջոցները կարելի է ենթադրել, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, հա, մենք ունենք միջազգային պարտավորվածություններ, որ մեր համախառններքին արդյունքի որոշակի տոկոսից ավելին չպետք է ծախսենք ռազմական ծախսերի վրա, հա, եթե չեմ սխալվում 6-ից 7% առավելագույնն է, այդքան էլ ծախսում ենք, բայց եթե մեր ՀՆԱ-ն կրկնապատկվի, ռազմական ծախսերի վրա մեր ծախսերը նույնպես կգնապատկվեն, այսինքն ամբողջ խնդիրը զուտ տեխնիկական իմաստով, հա, բանակի վերազինման դրված է տնտեսության ուսերին։ Եթե մենք կարողանում ենք զարգացնել տնտեսությունը, ուրեմն ունենում ենք ուժեղ բանակ, լավ սպառազինություններով համալրված եւ դա արդեն անվտանգության եւ հակառակորդի մոտ վախեր ստեղծելու հիմք է տալիս, հա, այսինքն գոնե հիմա պիտի իշխանությունը հասկանա, որ առանց տնտեսությունը զարգացնելու հնարավոր չի 21-րդ դարում ապահովել անվտանգություն, իսկ տնտեսությունը զարգացնելու համար շատ պարզ քայլեր են պետք, հա, դա պիտի ջախջախել մոնոպոլիաները, ստեղծել իրապես մրցակցային դաշտ, օլիգարխներին ընդհանրապես հեռու պահել իշխանությունից, պետական չինովնիկները չպիտի զբաղվեն բիզնեսով, չպիտի ձգտեն դառնալ կալվածատերեր, հա, խոշոր կալվածատերեր, եւ իրենք էլ կզարմանան, թե այդ պարագայում ինչպես անկախ իրենցից, այսպես ասած, հա, տնտեսությունը կայծակնային արագությամբ կսկսի զարգանալ, բայց վախենամ, որ մեր իշխանությունները դա եթե նույնիսկ հասկանում են, ապա ընդհանրապես չեն ցանկանում այդ ուղղությամբ գնալ, իրանք մտածում են, որ կարելի է, ասենք, մոնոպոլիաներով որևէ տնտեսություն զարգանալ, համաշխարհային փորձում չկա տենց օրինակ, հա, որ մոնոպոլիաներն են 21-րդ դարում Հայաստանում բանանը, շաքարը, չգիտես, ցորենը, բենզինը ներկրման մոնոպոլիա է, չի կարող զարգանալ նման տնտեսությունը, դա բանաձև է, դա աքսիոմ է, դա նույնիսկ ապացուցելու կարիք չկա։